Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հրատարակած «Սիրո պատմություններն Աստվածաշնչում» գրքին ծանոթանալու, քրիստոնեական և ամուսնական սիրո մասին զրուցելու նպատակով Տեր Մարկոս Քահանա Մանգասարյանը հանդիպել էր երիտասարդների հետ։ Գիրքը թարգմանություն է գերմաներենից, այն բոլորի, բայց առավելապես երիտասարդ զույգերի կամ ընտանիք կազմել ցանկացողների ընթերցանության համար է։ Սերը հավասարը զոհողության, սերը հավասարը նվիրումի, ջանք գործադրելու հանուն նրա, որ դու սիրում ես։ Նույն ձևով, երբ որ մենք խոսում ենք Աստծո սիրո մասին, որ Աստված մարդկանց սիրեց, Հովհաննեսի ավետարանի տողերն ենք հիշում, որ Աստված այնքան սիրեց մարդկանց, մարդկությանը, որ նույնիսկ իր միածին որդուն տվեց այդ նույն մարդկության փրկության համար։ Սուրբ գրային տարբեր պատմությունների օրինակով գրքում ներկայացված են հաջողված և ձախողված սիրո պատմություններ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև երիտասարդ զույգեր, ամուսիններ։ Կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է մեր հոգևոր գիտելիքները զարգացնելու եւ անմիջական շփում հաստատելու հոգևորականների հետ, ինչը հայ առաքելական եկեղեցում գտնվող երիտասարդների համար կարևոր հարց է։ Եկել եմ կնոջս հետ։ Այսօրվա թեման շատ հետաքրքիր թեմա է։ Վերաբերում է ընտանիքի սիրուն, ջերմությանը։ Եվ գլխավոր նպատակս, որ այսօր այս հանդիպման շրջանակում բացահայտեմ ընտանիքում սերմանելու սեր, ինչպես են ընտանիքում սեր սերմանում, այդ մեթոդը, հնարավորությունը եւ միջոցը։ Մենք նշանված ենք ու կողմից ամուսնանալու ենք։ Գնացել ենք Սուրբ Հռիփսիմե եկեղեցում պսակադրությունը այնտեղ ենք նշանակել, որ հենց Տեր Մարկոսը լինի մեծ պսակադրող քահանան, որ նաև հասկանանք պսակադրության խորհուրդը առհասարակ։ Երիտասարդների և առհասարակ տարբեր խմբերի հետ հանդիպման և Սուրբ Գիրքն ուսուցանելու առիթներ Տեր Հայրը հաճախ է ունենում։ Անկեղծորեն ասում է, որ երբեմն հատկապես սիրո մասին խոսելիս ինքն էլ է դժվարանում և միշտ փորձում է նոր բանաձևումներ սահմանել դրա համար։ Վերջինս սա է ու բոլորի համար է։ Զույգերին պետք է պարզապես միշտ հիշել, որ իրանք մրցման մեջ չեն։ Միասին են ինչ-որ մրցույթի մասնակցում և ոչ թե իրար։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։